Ձեր մանկության ամենատպավորիչ օրը կհիշեք։ Այո, հիշում եմ մանկապարտեզում վերջի օրը մենք պարում էինք եւ ես մի աղջկա հետ բարել եմ նկարվել եմ եւ այդ նկարը միջի հիմա մեկ-մեկ նայում եմ, օրինակ։ Իմ մամայի սեփած ճաշերը, թունդրամիջի հաց թխելը, գյուղում եմ ապրել ես բալես։ Ես նույնիսկ երազում եմ հետ դառնայի իմ մանկությունը, որովհետև այնց խաղաղ տարիներ ապրեցինք 50, 60, 70, 80, 90-ական թվականներից մեր կյանքը դարավ դժոխք։ Աբովյան դպրոցի տնօրեն է Կապիտանյան։ Այդ դպրոցում ընկեր ունենք սորող, ցեն եմ տալիս պատուհանից որ կանչեմ, չեմ անում Տիտանյանին չեմ ճանաչում, ինձ ասում է տղա ջան, ինչ ես փղավում, բոլորը խմ։ Արի բարձացի վերև քեզ համար հանգիստ կանչի թո դուրս գա։ Ասել մի ամիտ բարձան մտածում եմ որ բան եկա հասատը բռոց մի լավ սատկացի ծեծեց ինձ։ Դարավ ասեց դες ասի գլխի ջան բելու ասեց փորձից դեից մի տաբագի կոդրվի դուլին ես թե ուրիշ է քեզ եմ եղadել, բայց էլ ով կդար դրա հետևից տես։ Ես հիշում եմ որ մայրս ինձ գնել էր, այսպես հավեր էին փոքրիկ հավիգներ էին, թելը քաշում էիր կուդեր ուդում։ Ես այնքան է ուրախանում այդ խաղալիքով չեք պատկերացնում։ Իսկ հիմի այդ խաղալիքը երևի երեխաները չեն նայի դրա երեսին, որովհետև իրանց համար դա հետաքրքիր չէ։ Բացի ինտերնետից, այդ խաղերից, չգիտեմ։ Իսկ դա մեզ համար այնքան է ուրախացել այդ օրը։ Մի ամիս ես ուրախ էի, որ այդ խաղալիքը իմ ձեռքում էր։ Հավաքվում էինք ընկերուներով, յանում թե պարապում էինք, էլի գնում էինք ցոգոլ բան գողանալու, գալիս էինք տուն, ասում էինք ինքան շատ ենք պարապել, հոգնած։ Այդ ա եղել ու այդ միշտ այդպես տպավորվել է, մանավանդ այս մայիս ամիսներին, որ բանա, թե չեն այնց չի եղել, ասենք որ տպավորվել, դա միշտ ուղեղից մեջ։ Մենք ավելի շատ ենք իջնում բակ, խաղում ենք մանկական, ոչ թե հեռախոսի մեջ ենք նայում, ավելի շատ զվարճելի խաղեր ենք խաղում, կլասիկներ, դուք հիշում եք, խաղացել եք, պրիգլկաներ, գորձագորդ եւ այլն։ То есть այն ժամանակ մենք ավելի շատ կոլեկտիվում շփվում ենք, մեր հասակի երեխեքի հետ ավելի փոքր, ավելի ու ուրախանում ենք, ոչ թե առանց այդ արհեստական ինչ-որ բաներին։ Երեխաների իրավունքները ավելի պաշտպանված են մեր օրերում, ինչ է կարծում։ Կարծում եմ այո, որովհետև այս ժամանակը բասի չէի խոսում ընդհանրապես, ես չգիտեմ։ Ինչն է պաշտպանված, որ մենք այս դարում մենք տեսնում ենք ինտերնետի դարա երեխեքը, պաղեստինյան երեխեքը, որը տենց զոհերա, Սիրիայում, ամեն ինչում, ես ամեն օր YouTube նայելուց, որ այդ պատերազմները տեսնում եմ երեխեքին, տենց սովալուկ, անդադ արտասվում եմ։ Դժվար է ասել, որտեվ փոխվել է ընտանիքը, փոխվել է դպրոցը։ Եթե հիմա գրում են այդ բաների մասին, այսօր եմ կարդացել, որ ինչ-որ բռնաբարություն է, դեպի երեխեք կատարվում եւ այլն, ես կարծում եմ, որ երևի մեր ժամանակ էլ կար, այդքան ավելի ամեն ինչը ոնց որ թաքնված էր, բայց մարդը եթե չունի հոգևոր արժեքներ ու իրան մոտից դա հանում են արհեստական անգամ վերևից ներքև ու ասում են մենակ ապրի կեր ու լավ քեզ գա երեխեքին էլ դժվար է շատ դաստիարակել եւ իրանց պաշտպանել։ Հիմա Հայաստանում երեխաների իրավունքներն ավելի պաշտպանված են։ Պաշտպանված են, այո, պաշտպանված են երեխեքի իրավունքները, ես դեմ չեմ, որ պաշտպանված չէ, ամեն ինչ անում են երեխաների համար։ Չէ, ասի, այն ժամանակ ավելի պաշտպանված են, քան հիմա։ Ինչու՞, ոնց։ Εμένα փորձեր հանգարցակի մեկը մեզ մի բան ասել, անկախ նրանից, դա մեր ծնողներ թե չէ, երեխային խաթրին կպնելու դեպքում բոլորը կարան իմի բացարձակ ձևով երեխան սպանում, գցում են ծովը խեղդում են մյուս դե չկա ոչ իրական ոչ կա ինչ սպասելու մասին է, ինչ պահպանելու մասին է, պահպանել